բնականաբար առաջի փուլը մի քիչ ավելի, այսպես ասած, դժվար է մի քանի առումներով, օրինակ անցկացվում ձմռանը, դասերին զուգահեռ, եւ խնդիրներից մեկը, որ ես տեսնում եմ վերջին, այսպես տարիների, 1-2 տարում, կտրուկ մեծացել է ԳԹԿ-ի ծանրաբեռնվածությունը, եթե նախկինում այս կազմակերպությունը անցկացնում էր 1 քննություն ամառները եւ 1-2 ստուգում, ապա հիմա տեսնում ենք, որ անցկացնում է 2 քննություն, նաեւ աշնանը հեռակայի քննությունը, տարբեր ուսուցիչների, մարզիչների, խմբավարների կամավոր ատեստացիան եւ իմ տպավորությամբ մի փոքր ԳԹԿ-ի աշխատանքային ծանրաբեռնվածությունը մեծացել է։ Եվ երևի դա էր պատճառը, որ այս անգամ խնդիր ունեցանք անգլերենի քննության ժամանակ, երբ որ թեստի 2 տարբերակներում տեխնիկական սխալներ էին արձանագրվել, որը իհարկե մեր ընդունելության քննությունների պատմության մեջ այդպես բացառիկ դեպք էր, որտեղ կարելի ասել, որ ըստ էության քննությունը ձախողվեց։ Եվ հիմա ստիպված մարտի 1-ին, ովքեր որ ցանկանում են, եւս մեկ հնարավորություն է տրվում նորից հանձնելու անգլերենի քննությունը։ Ըստ ձեզ դա ճիշտ լուծում է, պարոն Խաչատրյան։ Այո, որովհետեւ ըստ էության եթե կա սխալ, հա, թեստերի տեխնիկական սխալ կա, որից ազդվել են նաեւ այն դիմորդները, որոնց թեստերում խնդիր չի եղել, բայց աժիոտաժ աղմուկ առաջացել եւ պարզա դա արդեն հոգեբանորեն ազդել է բոլորի վրա, այդ դեպքում դու ստիպված պետքա բոլորին հնարավորություն տաս, հակառակ դեպքում մարդը անարդարություն։ Խնդիրներ կային նաեւ ըստ մասնագետների, հայոց լեզվի հետ կապված, որ, չգիտեմ, թեստերի առաջադրանքները շտեմարաններից դուրս են, շեղումներ կան եւ այլն։ Այս հարցը ինձ թվում է պետքա մենք վերջնականապես կարգավորենք, որտեղ այս նույն թեստերի հետ կապված վիճելի հարցեր կան նաեւ կամավոր ատեստավորման ժամանակ, լինում են վիճելի բաներ, սխալ բաներ։ Գիտեք, խնդիրը ամբողջ ինչու՞մ է, որ քանի որ Հայաստանում վստահությունը ցածր մակարդակի վրա է, ԳԹԿ-ն փորձում է այս աշխատանքը անել մինիմալ ռեսուրսով, որ շատ մարդ չիմանա, արտահոսք չլինի, բայց հենց այդ հանգամանքը, որ այս աշխատանքը արվում է փոքր ռեսուրսով, արդեն խնդրահարույց է, որովհետև այս տեսակի բաների վրա պետք է շատ մարդ աշխատի։ Եթե թեստը գրում է 1 հոգի, 2 հոգի, սխալի հավանականությունը մեծանում է։ Միշտ պետք են մարդիկ, որոնք կողքից կնայեն, այդ ամեն ինչը կտեսնեն, բայց մենք ոնց որ վախենում ենք, որ ինչ-որ մեկը եթե նայի, կարող է արդեն արտահոսքի ռիսկ առաջանա։ Այս հարցը պետքա լուծել, ես չգիտեմ ոնց, բայց պետքա թեստերի վրա աշխատեն ավելի շատ թվով մարդիկ եւ փորձեն այնպես անել, որ արտահոսք չլինի։ Նաեւ խնդիրներ կային լսարանների այդ միջանցքների ջեռուցման հետ կապված, քանի որ գիտեք, այստեղ էլ խնդիր ունենք մենք, որտեղ այո, դպրոցների դասասենյակներում գուցե տաք է, բայց քանի որ այս քննությունները անցկացվում են միջանցքներում եւ դահլիճներում, բոլորս էլ գիտենք, որ դպրոցների միջանցքներում եւ դահլիճներում ոչ միշտ է բավարար ջերմաստիճան ապահովում։ Ես հիմա չգիտեմ, օրինակ այն դպրոցները, որոնցում անցկացվում է այս քննությունը, արդյոք լրացուցիչ ֆինանսավորում ստանում են։ Բայց կարևոր է, որ ստանան եւ ապահովի նաեւ բարձր նորմալ ջեռուցում, որովհետեւ
Եթե երեխան իրեն մրսում է դիսկոմֆորտ ազգում, դա էլ է ազդում, չէ, քննության արդյունքի վրա։ Դրա համար պետք է նաև այս հարցը ուղղակի ես տեղեկացված չեմ, արդյոք դպրոցները լրացուցիչ ֆինանսավորվում են այս քննությունները ապահովելու համար։ Եվ պարոն Խաչատրյան, նաև ծնողներից, դիմորդներից էլ ենք լսել, որ այս ձմեռային միասնական քննության ընթացքում ավելի շատ են լինում օգնելու դեպքերը, երբ երեխան դուրս է գալիս մի քանի անգամ գնում է զուգարան, հետ է գալիս, բնականաբար հասկանալի է ինչ նպատակով է դուրս գալիս։ Այո։ Դե տեսեք, նախկինում, եթե հիշում եք, այս քննությունները անցկացվում էին Երևանում եւ ամեն համալսարան անցկացնում էր մի քանի քննություն, ասենք մաթեմատիկայի քննությունը բոլոր հանձնողները գալիս էին ԵՊՀ, եւ Երևանում կենտրոնացված ամեն ինչ վերահսկում էր։ Ես չէի ասի, թե այս դեպքում ամեն ինչ իդեալական էր, որտեղ կենտրոնացումն էլ ունի իր կոռուպցիոն ռիսկերը, բայց հասկանալի է, որ ապա կենտրոնացումը երբ որ արդեն տարբեր մարզերում անցկացվում, 10 կետ, 15 կետ, արդեն բնական է վերահսկողությունը դժվարանում է։ Այդ իմաստով կարծում եմ, այո, պետք է էլի լավ վերահսկողություն լինի, բայց այնպես, որ վերահսկողները իրենք արդար լինեն, ստացվի այնպես, որ վերահսկողը չարաշահի իր դիրքը եւ ինքն էլ, որտեղ մեզանում ընդունված է, մարդուն ուղարկում են ինչ-որ մի բան ապահովելու համար, արդարություն, օբյեկտիվություն, բայց ինքը օգտվելով այդ հնարավորությունից ինքն է առաջինը ներքաշվում այդ անընդունելի պրոցեսների մեջ։ Ես կարծում եմ, որ ԳԹԿ-ն համալրման կարիք ունի, որտեղ այդ սխալներն էլ, որ թույլ են տրվել, նաև գուցե թույլ են տրվել այն պատճառով, որ մարդիկ շատ ծանրաբեռնված են, ամեն ամիս ինչ-որ մի բան կա, հազիվ նոյեմբեր-դեկտեմբերին զբաղված էին կամավոր ատեստացիայի քննությունով, բողոքարկումով, ու մեկ էլ հունվարին արդեն մյուսն է։ Այդպիսի աշխատանքը պահանջում է, որտեղ այս այն դեպքն է, որ հաթաթ պետք է ամեն ինչ ստուգել, որտեղ տպիչից կարող է խնդիր լինի, համակարգչից, բայց դու պետք է ժամանակ ունենաս։ ԳԹԿ-ն դեկտեմբերին նոր ավարտել էր կամավոր ատեստացիան։ Եվ իրան գուցե ժամանակը չբավարարեց, որ նորմալ պատրաստվեն ընդունելության քննությանը։ Պետք է նաև մենք այդ թեստերի կազման ուղղությամբ պարբերաբար վերապատրաստումներ, կարողություններ, այո, մեզ նաև պետք է այդպիսի կրթություն։ Ժամանակին Բրյուսելի համալսարանում բացվեց այդպիսի մագիստրատուրա, բայց չգիտեմ հիմա կա թե չէ, որտեղ թեստաբանությունը գիտություն է եւ մարդիկ չեն կարող դա այդպես հեշտ սովորել, պետք է ֆունդամենտալ կրթություն լինի։ Հայաստանում անընդհատ թվկահարվում է, որ շատ փող ենք տալիս կրթությանը, գիտությանը, շինարարությանը, բայց իմ կարծիքով մարդկային կապիտալի այնպիսի կարևոր ոլորտ, ինչպիսին են վերապատրաստումները, մասնագիտական կրթությունը, շարունակում են շատ վատ ֆինանսավորվել։ Օրինակ, այդ ոլորտներում պետք է մեծ ներդրումներ անել։ Մենք այսօր 2000 դրամ ենք վճարում 1 ժամ վերապատրաստելու համար։ Դա այդ ուսուցիչների պարտադիր ատեստացիայի մասին է խոսքը։ Դա չի կարելի, այսինքն պետք է չխնայել գումարներ վերապատրաստողների, մարդկանց դուրսը կրթություն տալու համար, քանի հոգու ենք մենք ԳԹԿ-ից ուղարկել դրսում ինչ-որ, չգիտեմ, եռամսյա, 6ամսյա դասընթացների։ Չափազանց քիչ, գուցե նաև 0։ Չպետք է ափսոսալ։
Պետք է այդ մասնագիտական կարողությունները զարգացվեն։